իմացա, որ նախկին ամուսինը ինձ դավաճանել է, ու երբ որ ես անկեղծ մարդ եմ ու դեմարդ եմ, իրեն ասեցի դու այսպեսի, ես լավ եմ արել, քեզ հասնում եմ։ Այսինքն ինչի համար է հասնում։ Որովհետև դու սենց նայում ես, ասում ես, այդ ինչ պատճառաբանություն է, ենթադրենք դու գեր ես, այդ միջև այդ ես գեր չէի։ Նախ ես չէի կարա տենց մինիատյուրնի լինել, որտեվ ես երկու հատ երեխա եմ պարգևել քեզ, կամ մարդու մտածելակերպը։ Երբ որ հասկացա ու հետո տեսնում ես, չէ, ինքը հասկանում է, որ ես ըմբոստանում եմ, ինքը ինձ ասում է, էսի պետք է անես, այնի պետք է անես, ասում եմ, ես այսքանն եմ հասցրի անել։ Հասկացա, որ վсё, էլ ոչ մի հատ համբերել, հանդուրժել, ներել, չկա տենց բան։ Ինչի համար հանդուրժեմ, ինձ վերջն էր։ Մարտի 28-ին էլի շատ մեծ ծեծ եղավ, 30-ին էլի ծեծ եղավ, եկավ 30-ի գիշերը արդեն այն ծեծներ, որ այսպես ասում եմ, այդ կյանքից մեջ չեմ մոռանում, որ երեխեքը գնացել են երկրորդ հարգի տունա, ինքը իրանք վերևը քնած են, ինքը դեռ այդ ծեծեց երեխեքի ներկայությամբ ստորացրեց, էդի հերիք չի, երեխեքը գնացին, քնեցին, նորից իջելա, ասենց բազմոցին նստած են, ասենց բռնել է իմ կոկորդից խեղդմա, դու իմ ձեռից չես պրծնել, մեկ հատ դու կտեսնես ես քո գլխին ինչ եմ անել։ Դե որ ինչ ես անել, ես լաս վсё, պրծավ, ինչ ուզում ա լինի, ես պետք է ես տնից այդամ։ Միևնույնն է, կարող է եթե ես պետք է մեռնեմ, կոպիտ եմ ասում, կոպիտ, ես պետք է մեռնեմ, ես տան մեջը չեմ մեռնի, կգնամ դրսում կմեռնեմ,